Տրանսպորտը թանկացրել են, մարդիկ բոյկոտում են, չեն վճարում, բայց այդ չվճարողների մի մասի համար այն ունի սկզբունքային նշանակություն։ Դեմ են թանկացմանը, որովհետև ԿՊԱ-ականները իրենք էլ են ժամանակին ակցիաներ արել թանկացման դեմ, որովհետև քաղաքացու մուծածարկերը նորմալ չեն տնօրինվում, որովհետև առանց թանկացնելու համարում են, որ հնարավոր է նորմալ տրանսպորտ ունենալ։ Ասում են ավտոբուսներ եք բերել, լավ եք արել, բայց քաղաքի բյուջեն միլիարդավոր դրամներ են մտնում, դրանից վճարեք։ Բայց ժողովրդի մի մասն էլ չի վճարում նաև, որովհետև ուղղակի չունի։ Երբ մեր երկրում աղքատությունը մոտ 25% է, իսկ ոչ պաշտոնապես դրա կրկնակին, տրամաբանական է, որ Երևանի 25-ից 50%-ը դժվարությամբ է վճարում տրանսպորտի ավելացված 50 դրամը։ Կառավարությունն ասում է՝ հպարտ քաղաքացի, եթե դու չունես 150 դրամ, քեզ կտուգանենք 15,000 դրամ։ 1 միլիոն ստացող ԿՊԱ-ական падգամավորը, որը կողմ է քվեարկում ժողովրդին տուգանքի մատերիալ դարձնելու նախագծին, ասում է՝ հա ինչ մի թիվ ընդամենը 15,000 ենք տուգանում։ 15,000 դրամը նվազագույն աշխատավարձ ստացողի աշխատավարձի 20%-ն է։ Քեզ, որպես ժողովրդի գլխից դուրս խոստումներ տված իշխանություն, պետք է հետաքրքրեր, ինչու ժողովուրդը չի կարողանում տրանսպորտի համար վճարել 150 դրամ, եթե դու խոստացել ես իրեն հանել աղքատությունից։